Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 41, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 2, չամրակապված վարելու 1168, առանց մանկական նստատեղի քարսիթի 14, վարելու ընթացքում ծխելու 682, վարելի հեռախոսից օգտվելու 429, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 206 եւ 1919 այլ իրավախախտում, 159 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 226-ը տեխնիկական զննություն չանցած, 81-ը լուսարձակների անսարքությամբ, 77-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 81 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 291 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 539, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 63, շամրակապված վարելու 4351, առանց մանկական նստատեղի քարսիթի 200, վարելու ընթացքում ծխելու 484, վարելի հեռախոսից օգտվելու 720, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 91, արագության գերազանցման 2448 եւ 3859 այլ իրավախախտում, 428 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 988 տեխնիկական զննություն չանցած, 892-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 43 բեռնատար, 195-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 76 անձ։